Ինեկոբանկը հայտարարում է կրթական ծրագրերի ընդլայնման մասին։ Միջոցառմամբ ազդարարվեց Ինեկո կամպուս կրթական ծրագրի մեկնարկը, որի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ դրամ է։ Ծրագրի շրջանակում 150 ուսանող կստանա կրթաթոշակ, կփոխհատուցվի 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճար, 20 ուսանող հնարավորություն կունենա արտերկրում մասնակցելու կարճաժամկետ ծրագրի, 30 փորձառու մասնագետ էլ կստանա ֆինանսավորում աշխարհի top 50 համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Այս տարի կրթության ֆինանսավորում կստանան նաև Ինեկո բանկի աշխատակիցների երեխաները, որոնք սովորում են բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերում։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում։ Սա է պատճառը, որ մենք որոշեցինք, որ ԿՍՊ միջոցները կծախսենք կենտրոնացված ավելի շատ կրթության ֆինանսավորման վրա։ Ինեկո բանկը քո կողքին աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռ 2023 թվականից։ Առաջին 2 տարիներին թվով 5 բուհերից 1000-ից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցույթային փուլերին։ Արդյունքում նրանցից ընտրվել են 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոշ ծրագրեր նույնիսկ ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Չեխիայում մասնակցել են կարճատև դասընթացների։ Ծրագրի մասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացել միանալու Ինեկո բանկի թիմին։ Ուզում եմ ասել, որ Ինեկո բանկը քո կողքին ծրագիրը բացառիկ հնարավորություն էր ինձ համար, քանի որ ես հնարավորություն ստացա պրակտիկա անցնելու Ֆրանսիայի Նիս քաղաքում եւ զարգացնելու ինչպես իմ մասնագիտական հմտությունները, այնպես էլ ձեռք բերելու նոր ծանոթություններ, ընկերներ, որոնց հետ ես կապի մեջ եմ առ այսօր։ Խորհուրդ եմ տալիս բոլորին առանց երկմտելու դիմել ծրագրին։ Նմանատիպ ծրագրերը հատկապես Հայաստանի Հանրապետությունում ես բավականին կարևորում եմ ինքս իմ տեսանկյունից, քանի որ ֆինանսապես մեծ աջակցություն է հասցվում ուսանողներին եւ թեթևացվում է ֆինանսական բեռը կրթության հետ կապված։ Հաշվի առնելով նախորդ տարիների դրական փորձն ու մեծ հետաքրքրությունը 2025-ին կրթական ծրագիրը զգալիորեն ընդլայնել է մասշտաբներն ու համագործակցության շրջանակը։ Եթե նախորդ տարիներին ծրագրին մասնակցում էին թիրախային մի քանի բուհեր, ապա այս տարի ցանկն ընդլայնվել է, ներգրավվելով 14 բու տարբեր ոլորտներից։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ այս բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։ Շատ հազվադեպ են այն ծրագրերը, որոնք ուղղված են բազային արժեքներ ստեղծելու վրա։ Սա հենց այդ բազային արժեք ստեղծող ծրագրերից մեկն է եւ դեռևս ինձ հանդիպած երևի եզակիների թվին է պատկանում եւ կարեւորը որ ազգակառույց երկու ոլորտի հետ է աշխատում։ Առաջինը կրթությունը եւ երկրորդը մեր պարագայում արվեստը, այնպես որ ես իրոք շատ դրական եմ գնահատում։ Արդեն 3 տարի է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մասնակցում է ծրագրին։ Առաջին տարվա ընթացքում 3 ուսանող է կարողացել օգտվել ծրագրից։ 2024 թվականին 8 ուսանող է ծրագրի շահառու դարձել։ Սա շատ դրական արդյունք է։ Շատ ուրախ ենք, որ հիմա արդեն 14 համալսարան է կարողանում մասնակցել ծրագրին։ Դուք գիտեք, որ երկրի համար կրթությունն առաջնահերթություն է համարվում, եւ ինչ վերաբերում է սոցիալական պատասխանատվությանն, Ինեկո բանկը գերազանց կարողանում է կատարել այս աշխատանքը եւ կառավարել այն։ Սա ոչ միայն կարևոր է առանձին վեցված բուհի կամ Ինեկո բանկի համար, սա կարևոր է եւ ընդհանուր առմամբ մեր տնտեսության համար եւ մեր հասարակության համար։ Իմ կարծիքով այն ուսանողները, ովքեր այս ծրագրին մասնակցեցին, բացառիկ փորձառություն ստացան, որովհետեւ կարողացան պրակտիկ մակարդակում զարգացնել իրենց հմտությունները, ուսումնառության ընթացքում տեսնել իրենց կարիերայի հեռանկարները եւ շատ սահուն կերպով ուսումից դեպի աշխատանք անցնել։ Ինեկո բանկի տաղանդների ներգրավման եւ վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանի խոսքով ծրագրի բուն նպատակը որակյալ կրթություն ուսանողների համար հասանելի դարձնելն է։ Ուստի հետագայում բանկում աշխատանքի անցնելը կամ տնտեսագիտության եւ հարակից ոլորտներում սովորելը ծրագրին մասնակցելու նախապայմաններ չեն։ Ծրագրի նպատակը բուն կրթության ֆինանսավորումն է, որպեսզի յուրաքանչյուր իր իսկ ընտրած մասնագիտության մեջ հմտանա եւ դառնա մրցունակ մասնագետ։ Կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումն արդեն սկսվել է։ Ծրագրի դիմում հայտերը, ծրագրի մասին ամբողջական տեղեկությունը հասանելի է Ինեկո բանկի պաշտոնական կայքում։ Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։